Բարև ձեզ։ Երկու շաբաթ առաջ բոլորը տեսան այն բախումը, որը տեղի ունեցավ Թրամփի եւ Զելենսկու միջեւ։ People are dying. You're running low on soldiers. Listen, you're running low on soldiers. It would be a damn good thing. And then you tell us, I don't want a ceasefire. I don't want a ceasefire. I want to go and I want this. Look. Եթե մի պայմանագիր պատրաստ է ստորագրման, այն ստորագրվում է, անկախ հագած ու չհագած կոստյումի, լավ ու վատ տրամադրության կամ ճիշտ ու սխալ բառապաշարի։ Պատերազմները չեն ավարտվում եւ հանքային ռեսուրսները չեն փոխանցվում ռազմբիրատների արդյունքում։ Իրականությունն այն է, որ գեղեցիկ խոսքերի, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ ինչպես միշտ անտեսվող սկզբունքների հետևում ամերիկյան իշխող դասին հետաքրքրում է միակ մեկ բան՝ Ուկրաինայի հազարագյուտ հողերը հանքանյութերի պատճառով։ Իմպերիալիստները փնտրում են տիտան, գրաֆիտ, որոնք անհրաժեշտ են իրենց զենքի արդյունաբերության համար, եւ դա են նրանք փնտրում Ուկրաինայում։ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ մյուս արևմտաեվրոպական մեծ տիրությունների պատերազմները, բոլոր պատերազմները տնտեսական են, բոլոր պատերազմները հումքի, շուկաների, ռազմավարական դիրքերի վերահսկման համար են, թքած թե հասարակ ժողովուրդը թե չի տուժվի։ Ուկրաինացի ժողովուրդը զոհաբերվեց Ռուսաստանին ՆԱՏՕ-ի կողմից հրահրված պատերազմի մեջ ներքաշելու համար։ Արևմտյան իմպերիալիզմը ցանկանում էր ոչնչացնել ռուսական տնտեսությունը, տիրել նրա հողի տակ գտնվող հարստություններին, կոտրել ռուս-չինական դաշինքը։ Եվ ինչպես արտահայտվում էին ոմն եվրոպացի առաջնորդներ, որ պետք չէ բանակցել, այլ պետք է կռվել մինչև վերջին ուկրաինացին։ Հիշեցնենք, որ Արևմուտքը բացահայտորեն արտահայտել էր իր ցանկությունը Ռուսաստանին բոլոր հնարավոր միջոցներով թուլացնելու եւ նույնիսկ մասնատելու ցանկությունը։ Հենց դա ստիպեց Բայդենի վարչակազմին դրդել Զելենսկուն չստորագրել խաղաղությունը 2022 թվականին։ Դա նաև դրդեց Թրամփին եռանդորեն դեմ արտահայտվել հյուսիսային հոսք 2-ի բացմանը իր առաջին մանդատի ընթացքում։ Թրամփը ակնհայտորեն գիտի Ուկրաինային ամերիկյան աջակցության հիմքում ընկած պատճառները։ Նա նույնիսկ համահունջ է նրանց հետ։ Բայց նա նաև լավ գիտի, որ պատերազմը հնարավոր չէ հաղթել, ուստի նա ձգտում է իր երկիրը դուրս բերել այս ճահիճից, փրկելով դեմքը եւ ձեռքի հետ վերածել Ուկրաինան ԱՄՆ-ի հումքային կցորդ։ Այժմ Թրամփը փոխում է Միացյալ Նահանգների քաղաքականությունը։ Թե Ռուսաստանի, թե Չինաստանի վրա հարձակվելը իրատեսական չէ։ Քանի որ Չինաստանը հաղթում է ԱՄՆ-ի տնտեսությանը, ուստի ավելի խելամիտ է փորձել Պուտինին իր կողմը քաշել։ Ահա թե ինչ է թաքնված խաղաղության մասին գեղեցիկ խոսքերի ետևում։ Ավելացնենք, որ ամերիկյան հետախուզական ծառայությունները հաղորդում են, որ ուկրաինական բանակը լիակատար փլուզման եզրին է։ Բայց բոլորը գիտեն հիմա, որ եվրոպացիները ցանկանում են, որ Զելենսկին շարունակի պատերազմը։ Կասկած չկա, որ Թրամփն այս շոուն դիտմամբ է բեմադրել, ինչպես նաև այն, որ նա պայքարում է նաև Եվրոպայի դեմ։ Դա միջ իմպերիալիստական հակասությունների մի մասն է։ Օվալաձև աշխատասենյակում այս բռնցքամարտը կարող է շատ օգտակար լինել մեզ համար եւ որից պետք է քաղել մի քանի դասեր։ Առաջինը, ինչպես միշտ պատերազմները տնտեսական են, շահի եւ հումքի համար են։ Երկրորդ, արևմտյան տնտեսությունները խոճապի մեջ են, երբեք մենք նման կատակերգության ակնատես չենք եղել, եւ դա հրաշալի է։ Եվ վերջապես երրորդ, մենք պետք է պահանջենք, որ ամենուր կիրառվի նույն տրամաբանությունը, դադարեցնել պատերազմները, հարգել ժողովուրդների, բոլոր ժողովուրդների, այդ թվում եւ մեր ժողովրդի իրավունքները, նաեւ Գազայում, Սիրիայում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, ամենուր, բայց դա կախված է մեզանից, կախված է ուժերի հարաբերություններից, որը մենք պետք է բերենք մեր կողմը, այս տեղեկատվության համար պայքարում։ Շնորհակալություն։